Բարև սիրելիներս, օրը ուրբաթ է ու ուրբաթ օրը այստեղ էր ոչ աշխատանքային օր։ Դրա համար մենք արդեն մեքենայի մեջ ենք ու գնում ենք զբոսանքի։ Խանութները ամեն ինչ ուրբաթ օրը փակ են, դրա համար կգնանք այգի։ Կխնդրեի ձեզ, եթե դժվար չէ հենց տեսանյութի սկզբից ակտիվ լինեք, դնեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություն, կարող եք ինձ հարցեր տալ, որպեսզի YouTube-ն իմ տեսանյութը առաջ տանի, շատ շնորհակալ եմ նախապես։ Մենք արդեն հասել ենք, տեսեք թե ինչքան գեղեցիկ է այստեղ, այգի անտառ իրար հետ է, տեսեք թե ինչքան գեղեցիկ տեսարան է այստեղից բացվում, հիմա կգնամ ավելի մոտիկ, որ ձեզ ցույց տամ։ Ովքեր որ նոր են միացել, ես ապրում եմ Ավստրիայում, Klagenfurt քաղաքում ու այս տեսարանը Klagenfurt-ն է։ Քանի որ աշխատավորների տոնն էր, այգում միջոցառում էր կազմակերպվել, բայց մենք շատ ուշ ենք եկել, կարուսելները հավաքվել էին, գարեջուր ուտելիք էին վաճառում, բայց դա էլ էր փակվել արդեն, անգամ շորեր էին վաճառում, աչքովս ընկավ, բայց դա էլ էին հավաքում։ Խոսքով շատ ուշ ենք եկել։ Քայլի վրեն, քայլի։ Այստեղ լճակել կա, հիմա եկել ենք լճի մոտ, ձմռանը որ սառում է, մարդիկ գալիս են այստեղ չմուշկով սահում են։ Արմենս քնից էր հելը, մի անգամից դուրս էինք եկել, տանը փորձեցի կերակրեմ, չկերով, դրա համար հետս վերցրել եմ դուրս, այստեղ բրինձա, բրինձի վրա սոուս եմ լցրել, փոքր միս, պանիր եւ վարունգ։ Հիմա այստեղ այգում իրան կկերակրեմ, ասեմ, որ լավ էլ կերավ։ Կեր։ Սա Ավստրիայի բուսաբանական այգին է, սկզբում ես որ տեսա մտածեցի ինչ որ շենքի բակ է, բայց ամուսինս ասեց, որ չէ, սա Ավստրիայի բուսաբանական այգին է, երբեք չեմ եկել, ուզամ մի օր կայցելենք այստեղ ու կնկարեմ ձեզ համար։ Մոտակայքում եկեղեցի էլ կար, սկզբում բարձրացանք այդ եկեղեցին, հետո եկեղեցու հետևը էլի տարածք կար, որ ավելի ես բարձրանում ու տեսարանը ավելի գեղեցիկ է ստացվում, այստեղ կարող ես նստել, արձան կար նաև Հիսուսի, մեզ մոտ արդեն շատ լավ տաք եղանակ է, անգամ որ կարճաթևով շատ շոկ է։ Բարև սիրելիներս, մեզ մոտ նորից շաբաթ օր է, սա իմ վլոգի սկիզբը կլինի, ես պատրաստվել եմ, գնում ենք կենդանաբանական այգի, բայց չգիտեմ որ մեկը, ընթացքում ցույց կտամ, ինչ կենդանիներ կան, իմ ճոտիկի ռեակցիան ցույց կտամ, մենք հատուկ քարտեր ունենք, իմ սկիսուրն է գնել մեր համար, որ այդ քարտով մենք ուր էլ որ գնանք, այստեղի տեսարժան վայրեր, կենդանաբանական այգի, մենք մուտքավճար չենք վճարելու ավտոմատ, մեր մուտքավճարը վճարված է այդ քարտը, եթե ճիշտ գիտեմ, մի հատ կհարցնեմ, եթե սխալ գիտեմ, մոտա որ 80 եվրո էր, եթե իմանամ, տակը այստեղ կգրեմ ինչքան է, ճիշտ էր թե չէ, հիմա այսինքն մենք ապրիլի 4-ից բացումը սկսվում է, այդ քարտը կարող ես ապրիլի 4-ից օգտագործել մինչև նոյեմբեր։ Ամեն տեղ կարող ենք մի քանի անգամ նաև գնալ ու անվճար մտնել։ Հիմա ես սպասում եմ դուրս եմ եկել, իհարկե շատ երկար տևեց մինչև դուրս, մինչև պատրաստվեցի։ Այսպես եմ տեսքը։ Սիրուն է։ Բենզալեցակայանի մոտ են կանգնել, հիմա ես կմտնեմ ու պաղպաղակ ենք ուզում ուտենք, կգնեմ պաղպաղակները ու նաև ջուր կգնեմ։ Ես հիմա արդեն գիտեմ, որ Հայաստանում էլ կա այսպիսի բենզալեցակայանների մոտ խանութ, բայց երբ որ ես ապրում եմ Հայաստանում, այդ ժամանակ չկար, ասեք, որ շատ հավեսն եմ։
Ինձ համար գնել եմ Bounty պաղպաղակը, սա ճուտիկիս համար եմ գնել, սա ռուսային մրգային պաղպաղակ է, սա էլ եմ ճուտիկիս համար գնել, ամուսնունս արդեն իրա մոտ է ու վճարեցի 9 €79 Մենք արդեն հասել ենք, սա այգու քարտեզն է, թե որտեղ ինչ կենդանիներ են լինում։ Ասեք, որ սարի վրա էլ կան կենդանիներ տեղակայված, որոշ այծիկները ազատության մեջ, բայց մենք չենք բարձրանա, որովհետև շատ շոգ է ու երեխայի հետ շատ դժվար կլինի։ Սրանք այդ քարտերն են, որ ասեցի, ու սա էլ կեր ենք գնել, որ կերակրենք։ Հիմա ճուտս վրազ ուզում է իջնի։ Ապրես, դեսը վերցրու կերակրի։ Լավ աջուտ։ Cosa puoi essere diciamo che Ja, magst du? Bekommen? Առաջին անգամ այսպիսի թեթ եմ տեսնում, տեսեք գլուխը ինչքան հետաքրքիր է, կարմիր, կապույտ, կանաչ, շատ սիրուն է։ Ու հիմա հələ տեսեք իսկ կոռնուկներին ինքան փոքրիկ են, այսինքն են այս չափի են, այնպես փոքրիկ են։ Հեռից ձագուկներն այստեղ անգամ կենգուրու կար, բայց երբ որ շուտ եկել ենք, այդ ժամանակ ես հղի էլի մենք կենգուրու նորմալ չտեսանք, այս անգամ էլ ես նորից կենգուրուներին նորմալ չտեսա, մեկը պարկած էր, մյուսն էլ հեռվում, չգիտեմ ինչ էր անում, կփորձեմ մյուսին նկարեմ։ Էսա տեսեք, այստեղ իրան է լվանում, թե իրան է քոլում, չգիտեմ, բայց ոնց որ ինքը փոքրիկ կենգուրու է։ Սա էլ պարկած կենգուրու է, չեմ կարող ասել ինքը մեծ է, թե էլի ձագ է։ Լամաներ կան այստեղ։ Սարի ինչի չենք բարձրանում, որովհետև արդեն բարձրացել ենք, դրա համար հիմա երեխայի հետ իմաստ չենք գտնում բարձրանալ։ Այստեղ սղարաններ կան երեխաների համար, որ բացի կենդանիներին նայելուց, նաև կարող են խաղալ, ճուտս լավ երկար խաղաց, երեխաների հետ սղարանով սղաց, չեմ նկարել, շատ մեծ բավականություն ստացանք, շատ հետաքրքիր էր, համ շատ հավես էր, թե կենդանիներին կերակրելը, թե ճուտիս ռեակցիան։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։